Բարև ձեզ, ես Ավետ Սարգսյանն եմ, այսօր Հովհաննես Թումանյանի ծիծն եմ պատմելու։ Լինում է, չի լինում, մի ծիտ է լինում, այս ծիտի փոշը ոտը մի հատ փուշ է մտնում։ Դես է թռչում, դեն է թռչում, տենում է մի պառավ, որ փայտ է մագալի, թոնիրը վառի։ Նանի ջան, նանի, ոտիս փուշը հանի, վառի թոնիրդ։ Ես էլ գնամ քո ջուջանեմ, գլուխս պահեմ։ Պառավը ծտի փուշը հանում է ու գցում վառում։ Ծիտը գնում է ետ գալիս ու ասում է. «Իմ փուշը տուր, պառավ»։ Պառավն ասում է. «Որտեղից տամ, գցել եմ վառել»։ Ծիտը ասում է. «Իմ փուշը տուր, թե չէ դեն կթռչեմ, դես կթռչեմ, լոշիկդ կառնեմ, դուրս կթռչեմ»։ Պառավը մի լոշ է տալիս ու ծիտը առնում գնում։ Գնում է, տեսնում է մի հովիվ առանցացի կաթաուտում։ Ծիտը ասում է. «Հովիվ աղբեր, անես լոշիկը կաթի մեջ բարձի կեր»։ Ծիտը ասում է. «Ես էլ գնամ քո ջուջանեմ, գլուխս պահեմ»։ Գնում է ետ գալի, ծիտը ասում է. «Լոշս տուր»։ Հովիվ աղբերը ասում է. «Որտեղից տամ, կերել եմ»։ Լոշս տուր, թե չէ դես կթռչեմ, դեն կթռչեմ, գառիդ կառնեմ, դուրս կթռչեմ։ Հովիվը մի գառ է տալիս ու ծիտը առնում է գնում է ու մի տեղ տեսնում է հարսանիք է։ Մսացույց ունեն, որ մորթեն, ասում է ծիտը. «Անեք էս գառը, մորթեք, կերեք»։ Ու ծիտը ասում է. «Ես էլ գնամ քո ջուջանեմ, գլուխս պահեմ»։ Գնում է ետ գալիս, թե իմ գառը տվեք։ Ասում են. «Մորթել են, կերել, որտեղից տանք»։ Իմ գառը տվեք, թե չէ դես կթռչեմ, դեն կթռչեմ, հարսին կառնեմ, դուրս կթռչեմ։ Ու այս հարսին վերցնում է, դուրս թռչում։ Գնում է, տեսնում է մի աշուղ ճամփով գնում է ու ասում է ծիտը. «Աշուղ աղբեր, անես աղջկան, պահի քեզ մոտ»։ Ես էլ գնամ քո ջուջանեմ, գլուխս պահեմ։ Գնում է ետ գալի, ասում է. «Իմ հարսը տուր»։ Աշուղն ասում է. «Հարսը գնաց իրենց տուն»։ Ասում է. «Եթե որ հարսիս չտաս, դես կթռչեմ, դեն կթռչեմ, սազիկդ կառնեմ, դուրս կթռչեմ»։ Այս աշուղը սազը տալիս է ծտին և ծիտը գնում է։ Սազը առնում է, դուրս թռչում ու ուսին է գցում, մի ծառի նստում, սկսում նվագել. Ծնգլը-մնգլը փուշիկ տվի, լոշիկ առա, լոշիկ տվի, գառուկ տվի, հարսիկ առա, հարսիկ տվի, սազիկ առա, սազիկ առա, աշուղ դառա։ Ծնգլը-մնգլը ծիվ ծիվ։ Էն էլ ծիտիկի ձեռքից ընկավ, սազը կոտրվեց, հեքիաթը վերջացավ։ Շնորհակալություն, ցտեսություն։